Ադրբեջանը Հայաստանի համար էկզիստենցիալ վտանգ է հանդիսանում։ Զորոյից բանակ է ստեղծել եւ հեսա կտեսնեք, թե ինչպիսի բանակ է ստեղծել, ինչեր են գնել։ Այս զորահանդեսը իր նպատակին չծառայեց։ Զորահանդեսում չկար Արցախի պաշտպանության բանակը, չկար հայ առաքելական եկեղեցին իր գնդերեցների գնդով։ Քաղաքացիական պայմանագրի ներսում, կուսակցության ներսում վաղուց Նիկոլ Փաշինյանը ասոցացվում է հայրենիքի հետ։ Արցախցի Արթուր Օսիպյանին բղավեց, թե ինչու չես զոհվել, ինչու ես ողջ մնացել։ Նիկոլ Փաշինյանին արցախցի պետք չի։ Հայ գերիների հարցը այլևս Հայաստանի իշխանությունների օրակարգում չէ։ Եթե մենք հանձնում ենք Ստեփանակերտը, ապա ինչու չպետք է հանձնենք Գորիսը կամ Երևանը։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, ստուդիայում այսօր հյուրընկալել ենք Միասնության թևեր կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Պարոնյանին եւ կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակի ներկայացուցիչ Ստեփան Ասրյանին։ Բարև տղաներ։ Բարև ձեզ։ Քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին։ Խնդրելու եմ գնահատել ընթացքը։ Ինչպիսին էր հատկապես ձեզ համար, որպես քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժ։ Սկսենք։ Նարեկից սկսենք, հավանաբար։ Ես սկսեմ, իսկապես քարոզարշավը արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին, ճիշտ է, հիմնական արդյունքները, այսպես ասած, մեր բոլորի աշխատանքի արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին եւ պարզ կդառնա մեր հայրենագիտների քվեարկության արդյունքում, բայց ընդհանուր առմամբ քարոզարշավը կարող լիներ բնականաբար ավելի լավը, որովհետև միշտ էլ պետք է ինքնակնդատորեն վերաբերվել ցանկացած գործին, որը նախաձեռնում ես, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս տարվա քարոզարշավի ու առհասարակ այս ընտրությունների այնա, որ բացի այսպես ասած հին տրադիցիոն քաղաքական ուժերից, որոնք որ ներկայացված էին մեր քաղաքական դաշտում, առնվազն երկու ուժ կար ընտրապայքարի ժամանակ, որոնք որ այն վակումը, որը կար ընտրողների մոտ, այսինքն նոր ուժի սպասում, նոր ուժ, որը որ կապված չի լինի նշակերտավոր ասեմ ոչ ներկա ոչ նախկին համակարգերի հետ եւ աֆիլիացված չի լինի նախկին նախագահների հետ, դա մենք կարողացանք ունենալ հանձինս Միասնության թևերի եւ Ուժեղ Հայաստանի, ու կարծում եմ, որ դա մեծ հաշվով կարող է հավելյալ խթան հանդիսանալ ընտրությունների առումով եւ ընտրատեղամասեր տանել մեր այն հայրենակիցներին, ովքեր հոգնել էին այս սև սպիտակի նախկին ներկայի տրամաբանությունից եւ սպասում էին նոր առաջարկների, նոր քաղաքական ուժերի։ Կարծում եմ, որ այդ առումով շատ պրոդուկտիվ էր նոր եւ որակապես այլ ընդդիմության ներկայացվածությունը ընտրություններին։ Ովքեր են ձեր հիմնական պոտենցիալ ընտրողը, այսպես ասած, ում վրա էր արված հիմնական շեշտադրումը։ Մարդիկ, որոնք նախկին ընտրություններին չեն մասնակցել, անտարբերներ, չգիտեմ, ովքեր էին, որ նախորդները չեն կարողացել բերել ընտրատեղամաս, բայց ձեզ պիտի որ հաջողվի նրանց բերել ընտրատեղամաս։ Ստեփան, ինչ է կարծում։ Շարունակելով Նարեկի խոսքը, նշեմ, որ մեր հիմնական ընտրազանգվածը, որի վրա մենք կենտրոնացել էինք, աշխատանքներ իրականացրեցինք, դա այն մարդիկ են, ովքեր անտարբեր էին կամ ովքեր չէին գնալու ընտրության, եթե քաղաքական դաշտը լիներ այնպիսին, ինչպիսին օրինակ 2021 թվականին էր։ Ամենակարևոր շեշտադրումը այստեղ ցանկանում էինք դնել երիտասարդների վրա եւ իմ կարծիքով մեզ մոտ ստացվեց։ Երիտասարդները, ովքեր հիմնականում հետաքրքրված չէին քաղաքական կյանքով, մեր երկրի, քաղաքական առօրյայով, իրենք գնալու են ընտրատեղամասեր, իրենք ցույց տվեցին հետաքրքրվածություն։ Հատկապես այստեղ կարևորը երկու բաղադրիչ մեր ծրագրի բարձրագույն կրթության անվճար լինելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետական բուհերում եւ երկրորդը դա առողջապահության ապահովագրությունը բոլորի համար։ Ինչպես գիտեք, երիտասարդները դուրս են մնացել ապահովագրական նախընտրական կաշառքի յուրովի ձև առողջապահության ապահովագրությունից եւ երիտասարդները իրենք շատ հետաքրքրված էին նաեւ ծրագրային այս դրույթով։ Դե իսկ բարձրագույն կրթության անվճար լինելը եւս մեկ խթան էր, որ երիտասարդները գնան ընտրատեղամասեր։ Այսինքն հիմնականում շեշտը դրել ենք այն անտարբեր մարդկանց վրա, ովքեր ինչպես նշեցի քաղաքական դաշտում, եթե չլինեին մեր պես ուժեր, չէին գնալու ընտրատեղամասեր եւ ամենակարևորը այստեղ ահռելի մեծ բաժին զբաղեցնում են երիտասարդները։ Հիմնականում երիտասարդների վրա էինք շեշտադրումն արել մեր ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Այս քարոզարշավի ընթացքում, քարոզարշավից առաջ իշխանությունը օգտագործեց ամեն ինչ, հանդես եկավ տարբեր ծրագրերով, որոնք ակնհայտ
քարոզարշավային նախընտրական քարոզարշավային բնույթ էին կրում։ Վերջին արարը զորահանդեսն էր, որից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը զրոյից բանակ է ստեղծել եւ հեսա կտեսնեք, թե ինչպիսի բանակ է ստեղծել, ինչեր են գնել։ Հետաքրքիր է տղաներ, տպավորված եք, թե ոչ զորահանդեսից, նախ ինչ նպատակ ուներ այս զորահանդեսը նախընտրական շոուից զատ եւ ինչ է կարծում, Ալիևի հետ համաձայնեցված էր թե ոչ։ Կարամ իմ կարծիքը ասեմ, նախ ինչ վերաբերվում է Ալիևի հետ համաձայնեցված լինելուն, թե ոչ 100%-ով համաձայնեցված էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կարող է առավոտյան նախաճաշն համաձայնեցնում Ալիևի հետ, ուր մնաց զորահանդեսը էլի։ Ինչ վերաբերվում է նրան ինչ նպատակ ուներ բացի նախընտրական շոուից, մեծ հաշվով ոչ մի նպատակ չուներ, որովհետև ամբողջ աշխարհում, եթե մենք վերցնում ենք զորահանդեսների տրամաբանությունը, միշտ էլ զորահանդեսների նպատակը դա գոնե մեկ ռազմավարական զսպման զենք ցուցադրելն է, իսկ այս զորահանդեսին մենք ցավոք սրտի նման բան չտեսանք, այսինքն սա խոսում է ինչի մասին։ Սա խոսում է նախ առաջինը Փաշինյանի իշխանության բարդությունների մասին, որովհետև եթե իրենք ցանկություն ունենային ցույց տալու զորահանդեսին ռազմավարական զսպման զենք, իրանք պետք է ցույց տային այն զենքերը, որոնք ձեռք են բերվել այսպես ասած նախկինների ժամանակ, եւ դրանք այդ քալին չգնացին, իսկ ինչ վերաբերվում է այդ նոր զենքերին, որոնք որ ցույց են տվել զորահանդեսի ժամանակ, դրանք հիմնականում մարտավարական բնույթ ունեցող զենքեր են եւ եթե մենք համեմատում ենք Ադրբեջանի բնականաբար չէ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը կամ իշխանական քարոզչությունը ասի, որ Ադրբեջանի հետ խնդիր չկա, խաղաղություն է, կամ որոշակի ԿՊԱ-ականներ նույնիսկ ասում են, որ դե ռազմավարական վտանգ չենք զգում Ադրբեջանից, դրա ռազմավարական զենքեր ցույց չենք տալի ռազմավարական զսպման, բայց դա այդպես չի, յուրաքանչյուր adekvat նորմալ մարդ հասկանում է, որ Ադրբեջանը Հայաստանի համար էգզիստենցիալ վտանգ է հանդիսանում եւ բնական է, որ պետք էր ցույց տալ նմանատիպ զենքեր, իսկ վերադառնամ այդ ասածից, որ եթե մենք համեմատում ենք այն զենքերը, որոնք որ ցույց տվեցին այս զորահանդեսի ժամանակ, ադրբեջանական բանակը ցավոք սրտի ունի այդ բոլոր զենքերի անալոգները եւ ունի նաեւ այդ զենքերին հատկապես այնտեղ այսպես ասած մարտավարական առումով ամենակարևոր զենքերը դա ֆրանսիական զենքերն էին Սեզարները եւ չինական ռեյնբոները, Ադրբեջանը ունի դրանց հակազդման ձևերը եւ մեծ հաշվով, ասենց պարզ ասեմ, Ադրբեջանը այդ զենքերից չի վախենում։ Դա մեկ եւ երկրորդը շատ ավելի կարևոր բան, եկեք չմոռանանք, որ այս մարդկանց մեծ հաշվով զենք պետք չի, որովհետեւ մենք բոլորս հիշում ենք ինչպես սրանք 5 միլիարդի զենք թողեցին Արցախում։ Այսինքն հիմա հարց է առաջանում, զենք եք առնում, որ ինչ անեք, որովհետև դուք արդեն ցույց եք տվել ձեր կենսագրությամբ, որ դուք մարտնչող չեք, դուք կռվող չեք, դուք տեղ եղած պահին դուք զենք չեք կիրառում, ինչպես չկիրառեցիք 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես որ սա բացի նախընտրական շոուից ուրիշ ոչինչ է, հատկապես երբ հայկական բանակը ունի նման ոչ պրոֆեսիոնալ ու այսպես ասած բանակի հետ կապ չունեցող ղեկավարություն եւ 44 օրից հետո ցավոք սրտի ունի շատ ցածր եւ այսպես ասած կարելի ասել կոտրված հայրենասիրական ոգի, էլի հիմա նման բանակի տրամաբանությամբ զորահանդես անելը դրա համար չստացվեց, ընդ որում զորահանդեսը ինքը այդ էֆեկտը չտվեց, որովհետեւ մենք բոլորս էլ հիշում ենք զորահանդեսներ եղել են, սա հիմա ես չեմ ասում, որ որ ինչ որ մարդիկ ասել, բա նախկիների ժամանակվա զորահանդեսներն ես գովում, չէ, չեմ գովում, բնականաբար հայկական բանակը խնդիրներ ուներ նաեւ նախկիների ժամանակ, ոչ մեկ դա չի հերքում, բայց փաստը մնում է փաստ, որ այս զորահանդեսը իր նպատակին չծառայեց, ռազմավարական զսպման զենք ցույց չտվեցին, բարոյահոգեբանական վիճակը բանակի վատն է, իսկ ղեկավարությունը ոչ պրոֆեսիոնալ է ու կապ չունի բանակի հետ։ Ընդհանուր գնահատականը դա է, էլի։ Զորահանդեսից իմ տպավորությունը ի վերջո այս ներկայացված զորահանդեսում չկար Արցախի պաշտպանության բանակը, չկար հայ առաքելական եկեղեցին իր գնդերեցների գնդով եւ ամենակարևորը չկար հայոց բանակի ոգին, որը կար, քանի դեռ 3 պատերազմում պարտություն կրած դասալիքները չէին դարձել այս բանակի ղեկավարն ու հրամաններ տվողը։ Ստեփան, համաձայն եք, որ շոուն չստացվեց Շոուն չստացվեց մարդկանց համար, իսկ ինչ նպատակ էր հետապնդում թույլ ընկալումներից խուսափելու համար ասեմ, որ
իմ կարծիքով այս շոուն նպատակ էր հետապնդում ցույց տալ մարդկանց ինչ որ պոպուլիստական, հնարքներով ցույց տալ մարդկանց, որ մեր բանակը զինված է եւ բանակը ունակ է հարկ եղած դեպքում պաշտպանել մեր հայրենիքը։ Բայց իրականում, ինչպես գործընկերս նշեց, սա նույն սուերի պատմության կրկնությունն էր, ինչպես գիտենք, սուերի հետ նկարվեց, այդ ռազմական ինքնաթիռներում նկարվեց օրվա վարչապետը եւ ասաց, որ մենք ունենք արդեն այնպիսի, զինտեխնիկա, որով կարող ենք պաշտպանել մեր երկրի սահմանները, օդային անվտանգությունը ապահովված է եւ այլն, բայց բանից պարզվեց, որ սուերը չօգտագործվեցին պատերազմի ժամանակ, որովհետեւ նախ հասկացող չկար, տիրապետող չկար եւ դա ուղղակի պոպուլիստական հնարք էր մարդկանց հերթիներն չկային։ Այո, հերթիներն չկային եւ մարդկանց սրտերը գրավելու համար հերթական հնարքներ։ Այս ռազմական շքերթը եւս այդ նպատակն էր հետապնդում ՔՊԻ շրջանակներում, բայց ինչպես դուք երկուստ էլ նշեցիք, քանի որ կոտրված է ոգին, ջախջախված է, ես կարող եմ ասել, խորը ցավով եմ սա ասում, հետեւաբար չունեցավ այն էֆեկտը, որը որ սպասում էին ՔՊԻ վերնախավում։ Ընդ որում մի հատ նկատառում անեմ, նոր հիշեցի, էլի, այդ շքերթի ժամանակ դե բնականաբար նորմալ է, որ հրապարակը լիքներ, այսինքն դե ջուրաքանչյուր ժամանակ մարդիկ գնում են զենքեր նայելու, այսինքն դա բան չի, բայց մի հատ դրվագ կար, ես լավ հիշում եմ, այդ ուրեմն երբ հրապարակը մտնում Սուրեն Պապիկյանը, այսպես ասած պաշտպանության նախարարը, դե ընդունված է, որ պետքա ծափ տան։ Ու այնպես լռություն էր, քար լռություն էր այդ պայն, էլի ծափային տալի մենակ այսպես ասած ԿՊ-ականները ու այդ հրավիրված մի քանի հոգին, էլի պաշտոնյաներ, այսինքն բուն ժողովուրդը նույնիսկ այդ իրավիճակում ցույց տվեց իր վերաբերմունքը, էլի, այսինքն եթե Սուրեն Պապիկյանը համարվեր նորմալ պաշտպանության նախարար, մարդկանց կողմից ընդունված լիներ ու վստահություն լիներ բանակի հանդեպ, չէ՞ որ բանակի հանդեպ վստահությունը ինքը նաև բանակի ղեկավարության հանդեպ վստահությունն է, էլի կլինեին գոնե ինչ-որ ծափարություններ, ոչ թե մենակ այդ ԿՊ-ականների միայնակ ծափերը, էլի։ Հենց որ սա էլ է ինչ-որ ցուցիչ է, ինչ վերաբերմունք ունեցավ մեր ժողովուրդը այդ կրկեսի վերաբերյալ, էլի։ Ակնհայտ է, որ ձեր նշած անձը հեղինակություն չունի ոչ միայն որպես բանակի ղեկավար, որպես մարդ, որպես անձնավորություն, կարծում եմ անգամ իր թիմակիցները իրեն չեն ընկալում որպես պաշտպանության նախարար եւ կրկնում եմ, խոսքը ամենևին չի վերաբերում նրան, որ ինքը պարտված իշխանության պաշտպանության նախարար է։ Ստեփան, այս հարցը ուզում եմ ձեզ ուղղել որպես առողջապահության ոլորտի մասնագետ, հանրային առողջության մասնագետ, այդ առիթով, այդ տոնի առիթով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշաններ։ Այդ լուրի ներքո դե բնականաբար թիմակիցների շնորհավորանքներից այդպես պարտադիր արարողակարգ դարձած քծնանքի զատ շատ մեծ թվով մարդիկ ուղակի տարակուսած էին եւ հարցերի հիմնականում այդ հարցը որ անընդհատ կրկնվում էր ինչի համար մարդ, որը հանրային տիրույթում գոնե հայտնի է հայրենիքի համար զոհվածների մարմինների հանդեպ անարգանքով հիշում եք Աբովյանի դիահերձարանի պատկերը եւ Փաշինյանին մատուցած ծառայություններով հիմնականում հատկապես այս նախընտրական քարոզչության ընթացքում ամեն ինչ արել է սկսած բարելուց, երկելուց, ամեն ինչ անելուց։ Բայց ես որքան տեղյակ եմ, Փաշինյանին դեռ չեն վերանվանել հայրենիքի, այսինքն ծառայությունները միայն վարչապետին մատուցած ծառայություններ են։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, գուցե կա առողջապահության ոլորտում այդպես լուրջ ձեռքբերումներ, որը կարելի է որակել հայրենիքին մատուցած ծառայություններ, որին գոնե մենք տեղյակ չենք, այս տարակուսածներս։ Դուք տեղյակ եք։ Ես նույնպես տեղյակ չեմ, ավելին ասեմ, ես բացասական իմաստ եմ տեղյակ, բայց միջև անդրադառնալով առողջապահությանը ցանկանում եմ նշել, որ քաղաքացիական պայմանագրի ներսում, կուսակցության ներսում վաղուց Նիկոլ Փաշինյանը ասոցացվում է հայրենիքի հետ, Աստծո հետ, այսինքն միակ արժեքն է, միակ ճշմարտությունն է իրենց համար, որին անվերապահ ենթարկվում են եւ որի հրամանները անվերապահ կատարում են։ Այսինքն պետության հետ, որ անդադ ասոցացնում են, դա լսել էի, Սուրբ Հոգու հետ լսել էի, Քրիստոսի հետ լսել էի, բայց ուղղակի բառացի հայրենիքի հետ չեմ լսել։ Այո, հայրենիքին մատուցած ծառայությունների
ծառայությունների համար շքանշան ստացավ մի մարդ, ով որ բացառապես ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Ձեր դիտարկումը շատ ճիշտ էր եւ շատ կարեւոր դիտարկում, հա, քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է, այսինքն եթե սեռերի բաշխվածությամբ նայում ենք, առաջին կինն է այդ ցուցակում Անահիտ Ավանեսյանը։ Սա կարող է թվալ, որ միամիտ քայլ է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նշեցի, նախընտրական այդ կաշառքը, որ 2026 թվականի հունվարի 1-ից տվեց քաղաքացիներին, առողջության պարտադիր ընդհանուր ապահովագրությունը, հա, սրա կնքամայր դարձրեց Անահիտ Ավանեսյանին։ Այսինքն թիմի ներսում մի մարդու ում ռեյտինգը փորձում են բարձրացնել, ում վարկանիշը փորձում են բարձրացնել, բայց իրականում նա չունի իրականացրած որևէ բարեփոխում։ Եթե խոսենք առողջապահության ոլորտի մասնագետների հետ, բժիշկներ, բուժքույրներ, առաջնային օղակի ներկայացուցիչներ, հա, պոլիկլինիկաների աշխատողներ եւ այլն, բոլորը միաբերան կասեն, որ մեր երկրում երբեք չի եղել կառավարման նման ցածր որակ, որքան Անահիտ Ավանեսյանի եւ իր իրավանախորդի, չմոռանանք նաեւ Արսեն Թորոսյանի մասին։ Ես կամավորել եմ կորոնավիրուսի համաճարակի օրերում եւ տեսել եմ, թե կառավարման ինչ տոտալ ձախողումներ թույլ տվեցին դեռ այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ նաեւ Անահիտ Ավանեսյանը, ով իր հետ կիսում է այդ մեղքի բաժինը։ Գիտենք, շատ քրեական գործեր բացվեցին, որոնց ընթացքի մասին հանրությունը չիմացավ, հավանաբար փակվեցին, ավարտվեցին, բայց այն պատկերը, որ ես տեսա կորոնավիրուսի ժամանակ, պատերազմի ժամանակ, դուք շատ լավ նշեցիք, հա, դիահերձարաններում տիրող իրավիճակի հետ կապված։ Սա ցույց է տալիս, այս մարդիկ ոչ մի ծառայություն չունեն մեր երկրի համար մատուցած, դեռ մի բան էլ մեր երկրի դեմ աշխատած մարդիկ են, մեր հայրենիքին վտանգ, հայրենիքի համար վտանգ ներկայացնող մարդիկ են։ Դրա համար ես կարծում եմ, որ վաղուց այս իշխանությունները արժե զրկել են բոլոր այն շքանշանները, բոլոր այն պատվավոր կոչումները, հա, որոնք որ տրվում են կամ տրվել են մեր երկրում այնպիսի մարդկանց, որոնք իրոք արժանի էին։ Սա արդեն այս տոտալ արժեքների, հա, ոտնահարման, արժեզրկման, իրականության մի բաղադրիչ է, մի փոքր կետ է։ Այսինքն ամբողջությամբ մեր արժեքները ոտնահարվում են ամենուրեք եւ շքանշանները արժեքավոր մարդկանց կամ հայրենիքին մատուցած ծառայությունների համար այն մարդկանց, որոնց որ տրվել էր, արդեն արժեզրկված են։ Մի բան հիշեցնեմ, այդ գործընկերոջս ասացի կոնտեքստում կհիշեք, եթե հայտնի է թեզը, տխմարությունը, որ հայրենիքը պետություն է։ Նիկոլ Փաշինյանի հորինած, մինչդեռ բոլորն էլ հասկանում, ну բոլորը չգիտեմ, բայց այն մարդիկ, ովքեր առնվազն մի քիչ ուսումնասիրում են, գիտեմ, որ հայրենիքն ու պետությունը դրանք տարբեր հասկացություններ են։ Հիմա այդ ձեր ասացի, այսպես ասած, տրամաբանության մեջ ասենք, որ Նիկոլ Փաշինյանը իրեն ասոցացնում է նաև հայրենիքի հետ, այսինքն եթե պետությունը ինքն է, իր տրամաբանությամբ հայրենիքն է պետությունն է, դե ինքն էլ ուրեմն նույն հայրենիքն էլ է ինքը, էլի։ Այսինքն գիտեք ոնց Նիկոլ Փաշինյանի այդ տոտալիտարիզմի ձգտումը ճիշտ է, ինքը կյանքում չի կարա դառնա այսպես ասած ավտորիտար, դե չէ, դե բնականաբար Մուսոլինի էլ չի կարա դառնա, նույնիսկ Ալիև չի կարա դառնա, սենց ասեմ, էլի։ Դրա համար ինչքան էլ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը ավտորիտար ղեկավար է, դրա համար մի քիչ անձնային հատկանիշներ են պետք, որոնք որ Նիկոլ Փաշինյանը առերևույթ չունի։ Հիմա հաղթած բռնապետերի տարական զսպելու կարողություն չունի, կնոջ հետ խոսել ներողություն միջամտում եմ, կնոջ հետ տարեց կնոջ հետ խոսելիս անգամ իրեն զսպելու կարողություն չունի։ Ինքը ուժեղ մարդ չի, սենց ասեմ, էլի, այսինքն գիտեք, ցանկացած առումով ավտորիտար ղեկավարները ուժեղ մարդիկ են, չենք կարա մենք պատմության մեջ գտնենք մի բռնապետ, այդ վատ ասեմ, էլի, վատ առումով ասեմ, նկարագրեմ մի հատ բռնապետ, որը փալաս էր։ Հիմա այդ տրամաբանության մեջ տեսնենք էլի կստացվի մեր հերոսի մոտ, թե չի ստացվի։ Նարեկ, Գյումրի հրապարակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին լրագրողը հարցնում է. Ռուբիոյի հետ հանդիպմանը բարձրացնելու եք հայգերիների հարցը, ինչին ի պատասխան նա պատասխանում է, ներեցեք արտահայտության համար, բայց պիտի առացի մեջ բերեմ, դե ծնգլ արեցիք։ Հիմա մենք սովորական մահկանացուներս ինչ հասկանանք դիվանագիտական այս խորիմաստ եզրույթի ներքո։ Հայ գերիների հարցը այլևս Հայաստանի իշխանությունների օրակարգում չէ, կամ եղել է առհասարակ, թե ոչ, գուցե եղել է եւ տապալել են ինչպես բոլոր ոլորտներում։ Հիմա կրկնում եմ նորից, այս անկեղծ պորտկումներից իշխանության ներկայացուցիչների մենք ինչ հասկանանք։ Նախ ինչ վերաբերվում է Արարատ Միրզոյանին, էլի, երկու բառով անդրադառնանք այդ ազնվորությանը, Արարատ Միրզոյանն է այն մարդն է, ով բազմիցս ունեցել է հնարավորություն պաշտոնից ելնելով իր
հայ գերիների ու Հայաստանի օկուպացված տարածքների հարցը բարձրաձայնել բազմաթիվ միջազգային հարթակներում եւ չի արել այդ բանը։ Մի անգամ արել է իրեն հակադարձել են Փաշինյանի խոսքով։ Ճիշտ է, Փաշինյանի խոսքով։ Հիմա ինչ վերաբերում է գերիների հարցին, գիտեք ոնց կայ գերիների երկու կատեգորիա, այսպես ասած, Բաքվում։ Դրանք մեկ մեր սովորական զինվորներն են, մեր մարդիկ են, եւ երկրորդը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բնականաբար ոչ մի քայլ չի արվել ու չի արվելու, որովհետեւ հələ մեծ հարց է այդ մարդիկ ոնց են հայտնվել այնտեղ ու այսպես ասած թեթև ձերքի օգնությամբ են էլի հայտնվել իմ կարծիքով իշխանափոխությունից հետո շատ բաներ կպարզվեն ու մեր հասարակությունը բավականին մեծ անակնկալների կգա էլի կարող է եղել են մարդիկ Հայաստանում ովքեր որ շահագրգռված են եղել էլի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի Բաքվում բայց դա խոսանք իշխանափոխությունից հետո ինչ վերաբերվում է մեր գերիներին ովքեր որ կյանքի տարբեր դրվագներով պատերազմի պատճառով կամ այլ իմաստներով ընկել են, այլ պատճառներով ընկել են գերի, իրենց վերադարձի հետ կապված դա Նիկոլ Փաշինյանի որոշելու հարցը չի, Նիկոլ Փաշինյանը դա ամբողջովին այդ, այսպես ասած, այդ իրականությունը, այդ թույլտվությունը գերիներ թողելու თუ չտեղելու ամբողջությամբ հանձնել Ալիևին, ու մենք տեսանք շատ պարզ ինչ եղավ, Ալիևը այս նախընտրական տարում թողեց մի քանի գերի, որոնք հետո շատ հետաքրքիր պատահականությամբ պարզվեց, որ տենց մոլի նիկոլականներ են ու Ալեն Սիմոնյանի հետ սելֆիներ են անում, մենք չեմ ուզում հիմա հավանարկեմ այդ տղային, բայց ամեն դեպքում մենք մեր կոչը հնչեցրել ենք, խորհուրդ ենք տվել զբաղվել իրենց առողջությամբ, իրենց ընտանիքներով եւ չխառնվել քաղաքականությանը, որովհետեւ դա նորմալ չի էլի, երբ մարդ ինչ որ մեկի պատճառով հայտնվում է գերության մեջ, հետո իրան տարիներ հետո բաց են թողում, ինքը գնում է այդ մեղավորին գրկում նստում է, էլի ասում է, այս ինչ լավ է որ դու կաս։ Հիմա այդ եմ ասում, գերիների հետ կապված Ալիևը եթե այս վերջին մի քանի օրվա մեջ Ալիևը ուզենա վերջին օգնության այսպես ասած բանը մեկնի Նիկոլին, մի երկու հատ գերի էլ կթողի, մի երկու հոգու էլ կթողի, եթե չէ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չի, իսկ եթե մենք բոլորս կրենք ձախողում եւ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, կարելի ասել գերիների վերադարձի հարցը արդեն առհավետ կփակվի, որովհետեւ արդեն օրակարգային էլ չի։ Հիմա ինքը բերում է գերիներ, որ այդ գերիների վերադարձի փաստը ծախի որպես նախընտրական քայլ հասարակության վրա, եթե մնաց իշխանության, էլ դա իրան պետք չի լինելու առավելևս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առումով, էլի։ Այսինքն դա պետք է մենք պարզ հասկանանք, որ գերիների վերադարձ այն առումով, որ մենք բոլորս կարծում ենք եւ հուսով ենք, Փաշինյանի իշխանության օրոք չի լինելու, որովհետեւ նորից եմ ասում, հələ մեծ հարց է ով էր մեղավոր, որ այդ մարդիկ հայտնվեցին գերության մեջ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ իշխանությունը իր ատելությունը արդեն չի թաքցնում, անգամ հրապարակային Արցախցիների հանդեպ չի թաքցնում։ Արցախցիների հանդեպ, այսինքն ղեկավարության հանդեպ ընդգծված ատելության խոսք է ասում եւ հերթական դրվագը, երբ նա արցախցի Արթուր Օսիպյանին բղավեց, թե ինչու չես զոհվել, ինչու ես ողջ մնացել եւ դրանից հետո Արթուր Օսիպյանը հայտնվեց անազատության մեջ։ Տղաներ, ինչ եք կարծում, արցախցիների որոշ թվով արցախցիների ողջ մնալու հանգամանքը ավելի շատ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, թե զարմացնում, որովհետև այն, ինչ ինքը եւ Ալիևը իրականացրել են այս տարիների ընթացքում Արցախի եւ արցախցիների դեմ, գուցե պիտի որ նրա տրամաբանությամբ բացառեր որևէ արցախցու ողջ մնալու հավանականությունը։ Այս փաստն է այս մարդուն ափերից անում, հունից անում։ Այո, 120,000 արցախցիների զոհվելը ցավով եմ էլի ասում, լինելու էր լավագույն սցենարը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի համար։ Իրանք արդեն անթակույց դա ցույց են տալիս, իրանց ձեռնտու լավագույն սցենարը լինելու էր, որ այդ մարդիկ բոլորը զոհվեին։ Այսինքն սա իրենց պետք էր։ Երկրորդ կարևոր բանը ձեր ասած հարցի հետ կապված։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում մեզ հանդիպեցին բազմաթիվ Արցախից տեղահանված մեր քույրերը, եղբայրները, իրենք նշում էին, որ այժմ բախվել են շատ լուրջ խնդրի, դա իրենց ընտրելու իրավունքից զրկելն է։ Իրենք ցույց են տալիս, որ ունեն անձնագրեր, Հայաստանի Հանրապետության անձնագրեր, հաշվառված են, հա, հաշվառում էլ ունեն, գրանցված են ինչ-որ բնակավայրերում եւ այլն, բայց իրենք ընտրելու իրավունք չունեն։ Եվ երբ որ նայում ենք, հա, ընտրողների ռեգիստրում իրանց անունները պարզապես չեն գտնում։ Նիկոլ Փաշինյանը եւ օրվա իշխանությունները հասկանալով, որ Արցախցի մեր քույրերն ու եղբայրները, մեր հայրենակիցները շատ բացառված է, հա, բացառում են, որ գնային եւ կընտրեին իրենց, իրենք այս իրավունքից զրկել են մեր
քույրերին ու եղբայրներին ու ինչու են զրկել։ Սահմանադրական իրավունք։ Այո, դա իրենց սահմանադրական իրավունքն է, եւ ինչու են զրկել, որովհետեւ նախ իրենց կարգավիճակի հարցը չեն հստակեցնում։ Այս մարդիկ մենք չգիտենք ի վերջո բռնի տեղահանված էին թե ոչ, էթնիկ զտում կար թե ոչ, ինչպես դուք նշեցիք, իր ելույթով, սրբագրեց Ալիևի արածը ՄԱԿ-ի այդ գագաթնաժողովից առաջ, ինչ որ փորձեց սրբագրել Ալիևի արած էթնիկ զտումը եւ բռնի տեղահանումը արցախցիների։ Հիմա չգիտենք, այս մարդիկ տեղահանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թե ոչ, ունեն ընտրելու իրավունք թե ոչ, բայց հաստատի նամես ընտրողների ռեգիստրում իրանք չկան։ Եվ իրանք մոտենում են մեզ այս հարցով, ասում են, ինչ կարող ենք անել, որտեվ դիմել ենք միգրացիա եւ անձնագրային ծառայություն, բայց մեր դիմումները անընդհատ ձգձգում են եւ հավանաբար ընտրություններից հետո նոր ընթաց կտան։ Բայց մարդիկ դիմել են, որպեսզի գնան ընտրատեղամասեր եւ մերժեն այս իշխանություններին, որոնք անթակույց ցույց տվեցին, որ իրենց համար լավագույնը լինելու էր այս մարդկանց զոհվելը։ Հերիք չի տնավեր արեցին այս մարդկանց, հերիք չի իրենց տներից ունեցվածքից զրկեցին, իրենց հողից, ջրից, իրենց պապական գերեզմաններից վտարվեցին այս մարդ գերեզմաններում, գերեզմաններ գնալու հնարավորությունից զրկվեցին, հերիք չի մի հատ էլ ուզում էին, որ այս մարդիկ զոհվեին, արդեն փաստացի ուղիղ խոսքով ցույց տվեց, որ ինչու չեք զոհվել։ Մեկ այլ դեպքով, մեր արցախցի կնոջը, ում հայրը պարզվեց, որ առաջին պատերազմի մասնակից էր, առաջին պատերազմի զոհված մասնակիցներից էր, նա ասաց, թե դուք ինչի չեք կռվել։ Այսինքն փոքր մանկահասակ երեխայի ներկայությամբ մորը, տղայի ներկայությամբ մորը ասում է դուք ինչի չեք զոհվել։ Փախել եք, այո։ Ինչու եք փախել, ինչու չեք կռվել եւ այլն։ Այս նարատիվները, որ նա տանում է Ալիևի եւ ադրբեջանական իշխանությունների հրահանգով է, մենք բազմիցս մեր ընտրողների հետ զրույցներում էլ նշեցինք, որ սա Ադրբեջանի տեխնացուն է եւ դա հերիք չի Ալիևի տասովշիկն է։ Իդեպ հերոստաբանավեճի ժամանակ Վահագն Ալաքսանյանն էր կատաղած հարձակվել Արեգա Հովսեփյանի վրա արցախցի, որ ասեց ես չեմ զոհվել, այստեղ կանգնած ձեր դեմ պայքարում եմ եւ դուք չեք զոհվել, որովհետեւ ձեր փախել եք, օլիգարխները փախել են, ձեր փոխարեն այդ ազգամիջան այդ ատելությունը կրկին առիթը օգտագործել եւ այսինքն իրենց այս պորտկումների ժամանակ, երբ իրենք չեն տիրապետում իրենց էմոցիաներին, անկեղծ ասում են ձեր փոխարեն ձեր օլիգարխների, չգիտեմ, ինչ որ տարբեր շերտերի են բաժանել արցախցիներին, զոհվել են մեր 18-19 տարեկան տղաները հայաստանցի, հասկանալով, որ խաղում է սովորական հայ մարդկանց ուղղակի էմոցիաների հետ, անբարոյականության նման դրսևորում հանրայինի եթերում իշխանության ներկայացուցչի կողմից։ Կներեք մի բան էլի ավելացնեմ, ցուլը կարմիր կտորից այդքան չի գազազում, ինչքան իրանք Արցախ բառից ու Արցախ բառի հետ կապվող ցանկացած բանից։ Ասեք Արցախ, արցախցիներ, արցախցիների իրավունք, Արցախյան շարժում եւ այլն։ Այս կոնտեքստում ցանկացած բառ, կատեգորիա իրանց գազազեցնում է, կատաղեցնում է եւ կրկնեմ, անգամ իրենց հրամանատարը, իրենց առաջնորդը Իլհամ Ալիևը նման վերաբերմունք չունի այդ բառի հանդեպ եւ այդ բառի հետ կապվող ցանկացած երևույթի հանդեպ, որքան Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊԱ-ականները։ Ես մի բան հավելեմ, արցախցիների հետ կապված այդտեղ մենակ Նիկոլ Փաշինյանի ու որոշ ԿՊԱ-ականների անձնական ատելությունը չի, նույնիսկ ասեմ ատելություն չէ, Նիկոլի պարագայում մի քիչ կոպիտ բառը աբիժնիկություն է, դա կոչվում, վատա որ տենց բառ ենք օգտագործում, բայց ստեղ բացի այդ էմոցիոնալ հանգամանքից կա հստակ քաղաքական հանգամանք էլ, ինչի այնք արցախցիների դեմ սենց ատելություն տարածում ու պայքարում արցախցի երևույթի դեմ։ Գիտեք, ուրեմն 1920-ական թվականներին խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետության խորհրդային իշխանությունները անընդհատ քաղաքականություն էին տանում Հայաստանի ներսում, որպիսի այն մարդիկ, այն հայերը, ովքեր որ գաղթած են արևմտյան Հայաստանից, ովքեր որ ցեղասպանություն են վերարտադրել ու բնական է որ ունեն ինչ որ խնդիրներ Թուրքիայի հետ կապված, բնական է որ լծված են վրեժով, լծված են իրենց պատմական հայրենիք վերադառնալու ցանկությամբ, հնարավորինս մաղվում էին ու մարգինալանում էին, այսինքն ինչն էր նպատակը սովետական իշխանությունների, որպեսզի Հայաստանում, սովետական արդեն Հայաստանում արևմտյան Հայաստանից գաղթած հայեր, որոնք որ ունեն իրենց մեջ այդ պահանջատիրությունը իրենց հայրենիք վերադառնալու չլինեն։ Հիմա նույն բանը, նույն տրամաբանության մեջ անում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանին արցախցի պետք չի, որովհետև արցախցին կապ չունի այդ արցախցին 2023 թվականին է գաղթել, թե 2021 թվականին է եկել Հայաստան։
ցանկացած պարագայում Արցախցի հասկացողությունը ու Արցախցին դա Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական խնդիր է, որովհետև այն իրական Հայաստանի կոնցեպտը, որը ունի Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, հակադրվում է Արցախցու հետ, որովհետև եթե կա Արցախցի, եթե կան արցախցիներ ու կան մարդիկ, ովքեր իրենց հիշողության մեջ վառ են պահում Արցախը, առավել եւս տասնամյակներ չեն անցել, մի քանի տարի անցել, եւ իրենց երեխաներին դաստիարակում են Արցախ վերադառնալու կամ Արցախի հանդեպ սիրո կամ ինչ-որ զգացմունքների առումով տենց են դաստիարակում իրենց երեխաներին, դա Նիկոլի քաղաքական ծրագրերը քաղաքական ծրագրերին խանգարում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետքա միայն թղթով հանձներ Արցախը, ոչ թե միայն պետքա ուրանար Արցախը քաղաքական առումով, այլև Նիկոլ Փաշինյանի նպատակներից մեկն է հայ ժողովրդի մեջից հանել պահանջատիրությունը Արցախի հանդեպ, որովհետև եթե կա պահանջատիրություն Արցախի հանդեպ, ապա չի փակվել հարցը, իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ալիևի ծրագրերը Հայաստանի վերջնական օկուպացիայի չեն կարող իրականանալ, որովհետև եթե դու ունես քո ժողովրդի մեջ ինչ-որ փոքրիկ, բայց զանգված, որը պատրաստ է կռվել ու պատրաստ է վերադառնալ իր հայրենիք ու դրա համար պատրաստ է քայլեր անել, դու չես կարող ամբողջ ժողովրդին հարմարեցնել Ալիևի նարատիվներին։ Դրա համար Նիկոլը շատ տրամաբանական է, շարունակելու է արցախցիների դեմ պայքարը, ամեն ինչ անելու է, որ մշակութային քաղաքական առումով արցախցի եզրույթը վերանա Հայաստանից, իսկ այն արցախցիները, որոնք չեն համակերպվելու արցախցուց հայաստանցի, ես դա տարբերության առումով չեմ ասում, որովհետև բնականաբար չէ, կա երևանցի, կա գյումրեցի, կա վանաձորցի, նույն տրամաբանության մեջ է կա արցախցի, չէ, դա նորմալ է, որ մարդ իր լոկալ նորմալ մարդը այդպեսի հեշտությամբ չի կարող, նորմալ մարդը չի կարա դա չպահի, բայց եթե մնան այն մարդիկ, ովքեր որ պահում են իրենց արցախցի լինելու, ուղղակի Նիկոլ Փաշինյանը ստեղծելու է նրանց համար այնց պայմաններ, որ նրանք վերցնեն իրենց ընտանիքները եւ Հայաստանից արտագաղթեն։ Մի երկու հոգու այն վառ ներկայացուցիչներին կգցի բանտերը, մնացածին է այնց վիճակում կդնի, որ մարդիկ ուղղակի կհասկանան, որ սա էլ իրենց հայրենիքը չի, իրենց փոքր հայրենիքը կորցրեցին Արցախը, հիմա կգան Հայաստանի իշխանությունները պայմաններ կստեղծեն, մարդիկ կմտածեն, դե սա էլ մեր հայրենիքը չի, կթողեն կգնան եւ հարցը կլուծվի, էլի, ինձ որ Նիկոլը շատ տրամաբանական բան է անում իր տեսանկյունից։ Այսինքն այդ էթնիկ զտման շարունակությունը կիրականացնեն Հայաստանի իշխանությունները Հայաստանի պետք է շարունակվի Հայաստանում, որովհետեւ նորից եմ ասում, քանի կա Հայաստանում արցախցի, դա Ալիևի ծրագրերին խանգարում է։ Եթե Հայաստանում կա Արցախի հանդեպ վերաբերմունք, Արցախյան պահանջատիրություն, չեմ ասում Արցախյան երկրորդ շարժում, Արցախի հանդեպ վերաբերմունք ու պահանջատիրություն այն առումով, իրավունքներ, բնական իրավունքներ, ճիշտ է ասում իմ գործընկերը, այն առումով, որ արցախցիները հասկանում են, չէ՞, որ վերջը դա իրանց հայրենիքն է եղել, 3000 տարի իրանք այնտեղ ապրել են ու Ալիևը իրանց զորով, զենքով տատանաբեր է սարքել։ Հիմա դա այդ մարդկանց հիշողության մեջից ոչ միտեղ չես կարող անել։ Ինչքան ուզում ես, արի ասա նախկիններն են մեղավոր կամ Ռուսաստանն է մեղավոր կամ չգիտեմ Լուսնիցենի չէ մեղավորները։ Փաստը մնում է փաստ, որ մարդիկ դա հիշում են, մարդիկ դա իրենց երեխաներին փոխանցելու են, Նիկոլի խնդիրն էլ այդ մարդկանց Հայաստանից վտարելն է ու փակելն է վերջնականապես Արցախի հարցը։ Լավագույն դեպքում զոհվեին, երկրորդ դեպքում, ինչպես Նարեկն ասեց, եթե չզոհվեցին, գոնե հանի Հայաստանից շարունակությունը Հայաստանից դուրս անի ու փակի։ Դուք ասում եք արցախցիները տառապում են, Ստեփանն էլ ասաց, որ կարգավիճակ չունեն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այս մարդկանց կարգավիճակը հավասարեցրել է այն ադրբեջանցիներին, որոնք ժամանակին իրենց բնակարանները վաճառելով հեռացել են Հայաստանից եւ ասում է իրենք էլ են տառապում։ Ձեր կարծիքով իրենք չեն տառապում, նրանք էլ են տառապում։ Գիտեք ինչ, ես ուղղակի ամեն անգամ զարմանում եմ այս մարդու ամբողջ ԿՊ-ի վերնախավի կեցության ամբողջ ծախսերը ինչու ենք հոգում Հայաստանի Հանրապետության հարկատուներից եւ ոչ Ադրբեջանի հարկատուները։ Այ ամենամեծ հարցը, որ ամեն անգամ սրանց լսելուց հետո իմ մոտ առաջանում է, հենց այս հարցերն են։ Լավ, տղաներ, վերադառնալով այս նախընտրական, թոհոբոհին, օրեր առաջ հրապարակվեց տեղեկություն, որ, այսպես ասած, Ռուսաստանի, Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերից մեկն է նաեւ այն, որ Արման Թաթոյանը հանդիսանում է Ռուսաստանի, այսպես ասած, պլան B-ն Սամվել Կարապետյանից հետո։ Հիմա ինչ ասենք, դուք բռնվեցիք, թե զարմացաք այս տեղեկությունից։ Սպասելի, դե բնականաբար պետք է սպասելի է, չզարմաց։ Բռնվելը գիտեք ոնց, եկեք մի քիչ ավելի մանրամասն ասեմ, որ ավելի պարզ լինի էլի մեր դիտողների համար, ընդ որում
Նաև Դանիել Լեոնիսյանի համար, որովհետև Դանիել Լեոնիսյանը տենց շատ է սիրում իբր արտահոսքներ անել, բայց Դանիել Լեոնիսյանը ամենակարևոր հարցը, որին պետքա պատասխանի, դա շատ պարզ հարց է, որտեղից իրան գումար, իրանց իրագործունեությունը իրականացնելու համար, որովհետև ես կարամ վստահությամբ ասեմ, որ Դանիել Լեոնիսյանը չի ֆինանսավորվում Հայաստանից։ Այսինքն ինչա դուրս գալի դրսից ֆինանսավորվող մարդը Հայաստանում դրսի շպիոններ է ման գալի։ Դա արդեն աբսուրդ է, էլի։ Հիմա ինչ վերաբերվում է այդ այսպես ասած արտահոսքին, ուրեմն այդ կայքը, սկսենք նրանից, այդ կայքը ինչ է։ Այդ կայքը իրանից ենթադրում է կայք, որի նախ ֆինանսավորում Միխայել Խադարկովսկին է, որը Ռուսաստանում չի, բայց հանդիսանում է ռուսաստանյան ընդդիմության ղեկավարներից մեկը։ Եվ բնականաբար այդ Միխայել Խադարկովսկին եւ այդ կայքի ադմինիստրացիան շատ մեծ աֆիլիացվածություն ունի եվրոպական որոշակի շրջանակների հետ, դա մեկ։ Երկրորդը մենք պարոն Թաթոյանն էլ ասեց, այնտեղ հստակ տեսանք որոշակի ադրբեջանական հետք, որովհետեւ եկեք չմոռանանք, որ ռուսական ընդդիմադիր որոշ շրջանակներ շատ մեծ աֆիլիացիա ունեն Ադրբեջանի հետ, եւ այդ կապերը իրենք պահպանում են Եվրոպայում, այսինքն դա էլ կա։ Ինչ որ առումով կարելի է ասել տեղ կա համ եվրոպական հետ, համ ադրբեջանական հետ։ Դա երկուս։ Երրորդը այն է, որ եթե մենք ուսումնասիրում ենք այդ հոդվածը, կարդում ենք, այնտեղ ինչ է ասվում։ Մեծ հաշվով գլոբալ իմաստը որն է այդտեղի ասված այն է, որ դեռ Ռուսաստանը ուզում է Նիկոլ Փաշինյանի դեմ ստեղ պայքար ծավալի, դե առաջինը Սամվել Կարապետյանն է բնականաբար որպես Ռուսաստանի մարդ, օլիգարխ եւ այլն, պլան B մտածել է, գցե բռնել են Թաթոյանին են դարձրել, էլի, այդ ամբողջ կայքի այդ բացահայտման է դա։ Հիմա եկեք հասկանանք այնտեղ ինչ փաստաթուղթ կա առհասարակ։ Գիտեք, ես շատ մանրամասն ուսումնասիրել եմ եւ որոշ առումով, քանի որ նաեւ դա իմ համար մասնագիտական հարց է, ես շատ լավ հասկանում եմ ինչպես կարելի է նման հոդվածներ գրել։ Վերցնում են ընդհանուր մի հատ տրամաբանական միտք, որ հա Ռուսաստանը կարար օրինակ աջակցել Սամվել Կարապետյանին, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում ինչ-որ քաղաքական գործունեություն իրականացնել, հա տրամաբանորեն կարար Արման Թաթոյանը, չգիտեմ, Էդմոն Մարուքյանը, Լևոն Զուրաբյանը կամ ցանկացած մեկը Հայկ Մանուկյանը լիներ պլան B-ն, դա անուն նշելը դա խնդիր չի։ Հիմա վերցնում են մի հատ տենց տրամաբանական միտք, ինչ որ առումով տրամաբանական, ու սկսում են այդ ինչ որ առումով տրամաբանական միտքի տակ տեքստ հավաքել, որը կարդացողը այն մարդը, ով համապատասխան մասնագիտական ունակություններ չունի կամ չի խորանում տեքստի բովանդակության մեջ, կարասի դե հա, հնարավոր է սենց բան։ Հիմա եկեք մի երկու հարց էլի ուղղակի տամ, այդ փաստաթղթերի մեջ էլի, որ գրած էր, այսքան փող են փոխանցել կամ սետ հաշվետվություններ են, հա, հաշվետվություններ են կազմել, ուղարկել են Կիրիենկոին։ Հիմա հարց եմ էլի տալի, ինչի՞ց է երևում, որ այդ փաստաթղթերը իրականում կազմվել են այն մարդիկ ու մանուները, որ գրած է, ու ինչի՞ց է երևում, որ դրանք ուղարկվել են Կիրիենկոին։ Հիմա ես կարամ թղթի վրա, սովորական թղթի վրա համակարգչով հավաքեմ, որ Դանիել Իոնիսյանը ֆինանսավորվում է միտի կողմից, օրինակ Թուրքիայի հատուկ ծառայությունների, էլի, մի հատ X լրատվականով կամ X կայքով Եվրոպայում դա հանրայնացնեմ, կամ Հայաստանում sense լուրջ դեմքով նստեմ, մի հատ ազգային անվտանգության ծառայություն թուղթ գրեմ, ասեմ, տեսեք, միտի գործակալ ենք գտել, բայց դա փաստ չի։ Հիմա նույն տրամաբանությամբ փաստ չի, ինչ որ այնտեղ գրած է, հա գրած է, որ Արման Թաթոյանը Ռուսաստանի պլան B-ն է։ Հիմա նորից եմ ասում, այդ փաստաթղթերի օրիգինալ լինելը, այսինքն իրական լինելը ինչով է ապացուցում։ Դա ընդհանրապես ինչ որ թուղթ է, որի վրա գրած են տառեր ու նախադասություններ։ Հիմա եկեք չկա Դանիել Իոնիսյան, արի ապացուցի, որ դա գրել է X մարդը ու փոխանցել է Կիրիենկոին, ապացուցի, որ Կիրիենկոն հանձնարարել է X, Y, Z մարդկանց ինչ որ խողովակներով մեզ ֆինանսավորել, գնանք պատասխանատվություն կրենք։ Եթե չէ, ու եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, դու պետքա կրես պատասխանատվություն, ու բացի պատասխանատվությունից, սա նաև խոսում է նրա մասին, որ Դանիել Իոնիսյանը ակնհայտորեն աչառու է, անաչառ չի, այսինքն ինքը զբաղեցնում է կողմ այս հակադրության մեջ իշխանություն ընդդիմություն, ու նա չի կարող լինել դիտորդ։ Բայց քանի որ Դանիել Իոնիսյանը Նիկոլ Փաշինյանի սատարող ուժն է այս պահի դրությամբ եւ բնականաբար հիմնական հարցակումները ընդդիմության վրա կհիշեք Միքայել Սրբազանի նույն այսպես ասած այդ մատնագիրը, որը գրել է Դանիելը, միշտ Դանիելն է, այսինքն հարմար մարդ է Դանիելի այդ առումով, էլի տալիս են ինչ որ կասկածելի բաներ, այդ կասկածելի թղթերի հիման վրա Դանիելը գնում է արագ-արագ դիմումներ ա գրում դատախազությունը քննչական կոմիտե ու սկսում այդ ռեպրեսիվ մեքենան աշխատել, բայց հիմա փաստացի
չկար այնտեղ ոչ մի փաստ, նույնիսկ այդ փաստաթուղթի պատճառ չկար էլի, որը կարելի է վերցնել, համեմատել Ռուսաստանի Դաշնության օրինակ ադմինիստրացիա պրեզիդենտը, չէ, այնտեղի փաստաթղթաշրջանառության հետ, այնտեղ որովհետև ով չգիտի բացատրեմ, էլի յուրաքանչյուր պետական կառույցում փաստաթղթաշրջանառությունը կարգավորվում է կանոններով ու յուրաքանչյուր փաստաթուղթ ներքին օգտագործման նույնիսկ փաստաթուղթ ունի հերթական համար, ունի ելքի եւ մուտքի շտրիխ վերևը գաղտնիության գրիֆ, եթե չունի գաղտնիության արտան գրիֆ ունի ելքի ու մուտքի, այսինքն եթե փաստաթղթաշրջանառությունը իրականում մի վարչությունից մի վարչություն, որ թուղթը տանում տալիս են, ընդունող վարչությունը համար է դնում իր մատյանների մեջ գրում է։ Հիմա այդ թղթերի վրա, որը որ Դանիել Լեոնիսյանն ու այդ կասկածելի կայքը հրապարակել է, ոչ թվեր կան, ոչ ելից մտից այդ գրիֆերը կան, ոչ գաղտնիության գրիֆ կա, ոչ մի ձևով չի երևում, որ դա ինչ-որ պաշտոնական փաստաթուղթ է, այլ ոչ թե A4 ֆորմատի վրա գրած ինչ-որ զառանցանք։ Հիմա ով ուզում է հավատա, կհավատա նման տխմարություններին։ Միայն մարդիկ, ովքեր որ հասկանում են իրավիճակը ու պարզ է, որ պետքա Նիկոլ Փաշինյանն ու Դանիելը սենց էժանագին նորից կոպիտ ասեմ շար անեին միասնության թևերի վրա, որովհետև դե ինչ ասեն, ասեցին նախկինների մարդիկ եք, Սերժ Սարգսյան, Միքայել Մինասյան, այդ զրպարտությունը մեզ չկպավ։ Ասեցին, բան եք անում, Նիկոլ Փաշինյանի մարդիկ եք, այդ դա չկպավ։ Հիմա դե պետք է ասեին Ռուսաստան, ինչ ասեին։ Հիմա գիտեք ոնց ընդ որում սենց միած այդ կարևոր բան է կա, էլի, այդ Դանիել Լեոնիսյանի արտահոսքից հետո քան մենք շատ հստակ պատասխանեցինք, դատի տվեցինք, իրավական գործընթացը սկսեցինք, հասկացան, որ չի ստացվում, հիմա էլ էս արհեստական բանականությամբ գեներացված այդ ապուշությունն են գցել դաշտ, որ իբր մենք ասել ենք, որ անցնենք խորհրդարան, համագործակցելու ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, բայց դա այն դեպքում, երբ որ Արման Թաթույանից սկսած միջև մեր ցուցակի վերջին համարը, իրանց կենսագրությամբ երևում է, որ այդ մարդիկ անհաշտ կռիվ են տվել Փաշինյանի հետ ու հստակ է ասում ենք, ոչ մի պարագայում Փաշինյանի հետ ոչ մի համագործակցություն չի լինելու։ Նենց որ սա քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է, սա հերթական էժան հարձակումն է մեր վրա։ Եթե մենք կարողանանք հասնել մեր նպատակին ու հեռացնենք իշխանությունից այս ազգակործաններին, բնականաբար իրավական առումով, իրավական հարցությունում կարծում եմ, որ այդ պատասխանը կստանա Դանիել Լեոնիսյանը։ Եթե մնա Նիկոլ Փաշինյանը իշխանության, դե այսպես ասած համ նալն է իր ձեռքում, համ մեխը էլի, այսինքն իր ձեռքում է համ դատական համակարգը, համ քննչական կոմիտեն, համ դատախազությունը, համ Դանիել Լեոնիսյանը, նենց որ ինքը այդ բոլոր գործիքներից կարող օգտվի ու ցանկացած ընդդիմադիրի վրա քրեական գործ հարուցի կամ ինչ-որ ռեպրեսիաների ենթարկի, դա նորմալ է։ Եթե Ռուսաստանի հետ այս իշխանությունների բարդ հարաբերությունների արդյունքում տուժում են տնտեսվարողները, գյուղատնտեսությունը, Ստեփան, քանի որ ներկայացնում եք Արմավիրի մարզը, նաև ես խնդրելու եմ ասել այս իրավիճակի հետ կապված ինչ պատկեր է Արմավիրում, այսինքն գյուղատնտեսական ապրանքները Ռուսաստանը չի ընդունում, մերժում է, ինչ խնդիրներ է ստեղծել ձեր մարզում։ Վերջերս տեսակ, նախ շարունակեմ Նարեկի խոսքը, մեր հայրենակիցներին, ովքեր գնալու են ընտրության մի քանի օրից եւ իրենց քվեն որոշելու են, թե որ ուժին են տալու, ցանկանում եմ վանկատված ասել, որ բացառված է, որ միասնության թևերի ազգային ժողովում հայտնվելու պարագայում որևէ ձևով լինի համագործակցություն Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրի հետ, այս արհեստական բանականության տարածվող կեղծիքներին ի պատասխան։ Երկրորդ կարևոր պնդումը, որ ուզում ենք անել։ Մեր համար շատ հատկանշական է, որ այս ամբողջ արշավը մեր դեմ սկսվել է, հակաքարոզչությունը մեր դեմ սկսվել է այդ ուժերի կողմից, այդ շրջանակների կողմից, սա նորմալ է, սպասելի է, այսինքն, ինչպես դուք նշեցիք, զարմացած չենք կամ բացահայտված չենք, սա նորմալ էր ու սպասելի էր, որովհետև Նարեկը ասեց, որ փորձեցին ամեն ինչ անել, հիմա փորձում են կպցնել նաև ռուսամետության պիտակը, հա, կամ ռուսական գործակալության ագենտը, սիրելի հայրենակիցներ, պետք է տարբերել փաստը պնդումից։ Պնդումներ կարող են բոլորը անել։ Ես էլ կարող եմ պնդումներ անել, անպատասխանատու պնդումներ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա փաստ է։ Այսինքն փաստ լինելու համար պետք է փաստահեն, որ Ռուբեն Ռուբինյանն կրթություն է ստացել Թուրքիայում, դա փաստ է։ Դա փաստ է, այո։ Որ Սուրեն Պապիկյանը իր սպային դանակարելու համար բանտ է նստել, դա փաստ է։ Որ Վահագն Ալեքսանյանը ժամանակին եղել է, լավ կոպիտ բառ չասեմ, բայց ծառայել է Գագիկ Ծառուկյանին,
Հիմա հմեկի եթերում գորգոռումա Ծառուկյանի անունն է տալի, դա էլ է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի ողջ կյանքը զբաղվել է բանսարկությամբ ու դեղին մամուլի խմբագիր ա եղել, դա էլ է փաստ, որ Նիկոլի պատճառով Արցախը կորսվեց ու 120,000 մարդ դառավ տնաբեր, դա էլ է փաստ, իսկ սա փաստ չի, սա ընդամենը հերյուրանք է։ Հերյուրանքը, այո, եւ նման հերյուրանքները շատ են։ Ես էլ կարող եմ ասել, օրինակ, Արամ Սարգսյանը եւ Արման Բաբաջանյանն են ռուսական ազդեցության ներկայացուցիչներ այստեղ, կամ արևմտյան ազդեցության ներկայացուցիչներ, կամ Խզմալյանը, այ։ Հիմա ով ինչ ուզի կարա ասի, բայց պիտի տարբերել փաստերը։ Հիմա գամ ձեր հարցին։ Այո, Արմավիրի մարզում շատ մեծ բողոքի ալիք է բարձրացել վերջերս տեղի ունեցածի արդյունքում, հա։ Ինչպես գիտեք, հայկական գյուղմթերքը Ռուսաստան ներմուծվելու խնդիրների առաջ բախվեց եւ գյուղմթերքը վերադարձավ Հայաստան։ Եվ ինչ պիտի արվեր, պիտի տեղում սպառվեր։ Իսկ տեղում սպառվելու պարագայում բարձա որ շուկայական գինը նվազելու է։ Մի կարևոր մեջբերում անեմ մեր նախընտրական ծրագրից, որ գյուղացիների հետ զրույցներում քարոզչության ընթացքում ասեցինք, քարոզարշավի ընթացքում մեր ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է, որ գյուղմթերքը ունենալու է ֆիքսված գին։ Այսինքն պետության կողմից սահմանվելու է գին, օրինակը լոլիկի հետ կապված բերեմ։ Մթերման գին։ Մթերման գին, այո, լոլիկի գինը լինելու է 200 դրամ, եւ եթե դրանից ցածր գնով ինքնարժեքով գյուղացին վաճառեց, առաջին ձեռք վաճառողի մասնախոսքը գյուղացիների։ Եթե դրանից ցածր վաճառեց, օրինակ 150 դրամ, 50 դրամ պետությունը սուբսիդավորելու։ Սա հնարավորություն է տալու, որ պլանավորում ճիշտ անի գյուղացին, այսինքն վարկեր վերցնելուց առաջ փետրվար-մարտ ամիսներին իր ֆինանսական, հա, կարողությունները պլանավորելուց առաջ իմանա, թե ինչ է իրան սպասվում։ Այս միջև օրս մեր երկրում արված չի, իսկ շատ երկրներում, հա, նորմալ երկրներում եւ նորմալ կառավարվող երկրներում սա արված է։ Այսինքն լինելու է ֆիքսված գին ցանկացած գյուղմթերքի համար։ Երկրորդ խնդրեմը, որ գյուղացիները բարձրացրեցին, թե մարզպետի հետ զրույցում իմիջիալոց եւ թե փոխնախարարի հետ խոսակցության ժամանակ իմիջիալոց շատ իրանք բորբոքվեցին, հա, թե մարզպետը, թե փոխնախարարը գյուղացիների էս իրոք տեղին բարձրացված բողոքի ալիքից հետո, որ արդյոք իրենք կարողանալու են խզելով կապերը Ռուսաստանի հետ, հա, օրվա իշխանությունները կարողանալու են շուկան այնպես դիվերսիֆիկացնել, որ շատ խոշոր արտադրողները կարողանան իրենց գյուղմթերքը արտահանել։ Օրինակ, չգիտեմ, մեկը եվրոպական շուկա։ Իմ կարծիքով Հայաստանից Եվրոպա այս պահին արտահանվող միակ բանը դա հակառուսականությունն է, որը որ օրվա իշխանությունները կարողանում են արտահանել դեպի Եվրոպա։ Ուրիշ ոչ մի բան, ոչ կներեք էլի, ոչ Եվրոպային է հետաքրքիր այս պահին Հայաստանից արտահանվող, որովհետև ցավոք սրտի մեր գյուղմթերքը մրցունակ չի եվրոպական շուկայում։ Դա կարող սերտիֆիկացիա չկա։ Այո, եւ դա տասնամյակների աշխատանք է պետք օրինակ մեծացնել, հա, այս բիզնեսները մեծացնել կամ չգիտեմ, սերտիֆիկացիա անցնի գյուղմթերքը։ Սա տասնամյակների լուրջ աշխատանք է։ Մինչդեռ մի կարևոր փաստել, հա, տնտեսության հետ կապված նշեմ, Ռուսաստանի արտահանվող շատ ապրանքներ անցան Հայաստանի միջոցով այս պատերազմի ընթացքում, դարձել ենք ռուսական գումարների կոպիտ ասած լվացքատուն։ Հայաստանի միջոցով էր անցնում, թե արաբական երկրներ, թե այն երկրներ, որոնք որ սանկցիաներ էին կիրառում ռուսական ապրանքների միջոցով։ Այս հրաշալի պահը անգամ բացթողեցին այս ապաշնոր իշխանությունները, այս ապաշնոր կառավարությունը։ Այդ գումարները մսխվեցին ֆեստիվալների, ասֆալտների վրա։ Այս երկու բանի վրա իրանք այդ գումարները ծախսեցին, հա, չզարգացրեցին ենթակառուցվածքներ, որ մեր գյուղատնտեսությունը, մեր արտադրական կարողությունները այնքան զարգանան, որ կարողանանք ի վերջո, եթե ոչ հիմա, ապա տարիներ անց ունենալ գյուղմթերք, ունենալ արտադրանք, որը հետաքրքիր կլինի ամբողջ աշխարհին։ Միայն չկենտրոնանանք Եվրոպայի վրա, հետաքրքիր կլինի Միացյալ Նահանգներին, Չինաստանին ի վերջո, բայց փաստացի սա չի արվել ու չի արվելու։ Եվ եթե հարգելի հայրենակիցներ ձեզ ներկայացնում են իրանց որպես հակառուսական միակ ուժ եւ իրանք են ինքնիշխանության մարտիկները, ապա ցավով էլի նշում եմ, որ ինքնիշխանության հետ այս մարտիկ կապ չունեն եւ չունեցան այդպես էլ այս տարիների ընթացքում։ Եվս 5 տարի հնարավորություն տանք իրենք կառավարեն, մենք իմ կարծիքով զրկվելու ենք նաև Հայաստանի Հանրապետություն ունենալու հնարավորությունից։ Սա լինելու է սոսկալի աղետաբեր։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ձախողել է այս իշխանությունը, բայց հետաքրքիր է ինչ է կատարվում ամերիկյան ճակատում, այսպես ասած։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի 40 րոպեանոց այցին եմ ուզում անդրադառնալ։ Մինչ այցը ենթադրվում էր, որ սա հերթական նախընտրական աջակցությունն է Փաշինյանին, սակայն անգամ Փաշինյանի հետ չհանդիպելու հանգամանքը եւ վավերացված փաստաթղթերը խոսում են այն մասին, որ այցը ոչ այնքան Հայաստանի նախընտրական օրակարգին էր վերաբերում, այլ Միացյալ Նահանգների տարածաշրջանային հետաքրքրություններին եւ շահերին։ Ես այստեղ անկեղծ ասած ուզում եմ մեջ բերել Միասնության թևեր կուսակցության падգամավորի Թեկնածու Դավիթ Անանյանի Facebook-յան գրառումից մի հատված։ Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է։ Տարածաշրջանը վեր է ածվում համաշխարհային ուժային բախման, աշխարհատնտեսական նոր միջանցքների, էներգետիկ վերահսկողության եւ գլոբալ վերադասավորումների կարևոր հանգույցի։ Եվ հենց այս պատմական ու չափազանց վտանգավոր փուլում մեր հայրենակիցները հունիսի 7-ին պետք է պատասխան տան ամենակարևոր հարցին։ Արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը ունակ են նման բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հմտորեն, սառնասրտորեն եւ պետական մտածողությամբ կառավարել երկրի ղեկը։ Ընտրողը իր գնահատականը կտա բնականաբար հունիսի 7-ին, բայց այս պահին որպես իշխանության հավակնություն ունեցող ուժի ներկայացուցիչ ուզում եմ ձեզ հարցնել, իսկ դուք ունեք այդ ներուժը պատմական այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում վերցնել այդ ղեկը եւ արդյունավետորեն առաջ տանել։ Այդ ներուժի սկիզբ տամ նախաբանտամ եւ խոսքը փոխանցեմ Նարեկին, վստահաբար կտա ձեր հարցի պատասխանը։ Այդ ներուժի իրացման կարևոր, գործոնը, կարևորագույն նախապայմանն այն է, որ այն ուժը, որ կգա իշխանության, մեր պարագայում մենք լինենք անկախ եւ ազատ։ Մենք չլինենք կաշկանդված շատ-շատ դերակատարներից։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնելու է եւ առաջ է մղելու պարոն Անանյանի գրառումը կարծեցիք, ոչ թե հայկական շահը, այլ ադրբեջանա-թուրքական շահը։ Շատ-շատ ուժեր առաջ են մղելու ռուսական շահը եւ հնարավոր լինեն ուժեր, որ առաջ մղեն ամերիկյան շահ, չգիտեմ, եվրոպական շահ եւ այլ։ Եվ միակ ուժը իմ տեսադաշտում եւ կարծում եմ քաղաքացիների զրույցներում էլ մենք դա տեսանք, որ առաջ է տանելու հայկական շահը, դա մենք ենք։ Այսինքն ի սկզբանե կաշկանդվածություն չկա մեր կողմից, որպեսզի այդ գործը գլուխ բերենք։ Նարեկ ջան, նախ ամենակարևոր հանգամանքը իմ գործընկերը արդեն ասեց, ամենաառաջնայինը դա կաշկանդվածություն չունենալն է որևիցե մի աշխարհաքաղաքական կենտրոնից, որովհետև գիտեք ոնց անիմաստ է Հայաստանում ունենալ իշխանություն, փոխել պրոթուրքական իշխանությանը, որը ամեն ինչ անում է Թուրքիայի շահի համար, փոխել իշխանության հետ, որը ամեն ինչ անում է Ռուսաստանի շահի համար, որովհետև տեղել հայկական շահ գոյություն չունի մեծ հաշվով, որովհետև մենք տեսանք այս տարիների ընթացքում, որը շատ տրամաբանորեն, երբ որ գործը հասնում է սեփական երկրի շահերին, աշխարհի բոլոր երկրները զոհաբերում են իրենց ինչ ասեմ, գործընկերներին, ուր մնաց չզոհաբերեն իրենցից կախման մեջ գտնվող պետություններին, էլի։ Հիմա սենց կուրորեն գնալ ասել, վայ դա ամեն ինչ անենք դառնանք Ռուսաստանի սատելիտը մեր հարցերը լուծի, դա անհնար է, որովհետև նախ Ռուսաստանը չի պատրաստվում մեր փոխարեն մեր հարցերը լուծել եւ աշխարհում չկա ոչ մի երկիր, որը հանուն ոչ մի բանի կգա քո փոխարեն քո խնդիրները կլուծի ինչի համար։ Այսինքն տրամաբանությունը չկա, էլի հիմա դες մարդիկ կան ովքեր որ Ռուսաստանը ասելով ման են գալիս։ Դա խոսում է նրանց աշխարհաքաղաքական կուրության մասին ու մի քիչ մտածելակերպի սխության, էլի, որովհետև գիտեք այդ խոսույթը, որ ասում են դե Հայաստանում կա գուբերնիստների, այսպես ասած, չէ, գուբերնիա դառնալու տրամաբանություն, հիմա այդ գուբերնիա դառնալը դնենք մի կողմ, դա իշխանական թեզա է, բայց այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի ապագան 100%-ով կապում են Ռուսաստանի հետ, դա նրանից է գալի, որ մարդիկ չեն կարող հասկանան ինչ անեն, այսինքն հասկանում են, որ Հայաստանի վիճակը շատ վատ է, կոպիտ ասած գցում բռնում են, դե ինչ անենք, եկեք մեր խնդիրները գցենք Պուտինի գրպանը, թող ինքը որոշի ինչ ոնց ապրենք։ Բայց դա այդպես չի աշխատում, որովհետև ոչ Ռուսաստանն է պատրաստ Հայաստանի փոխարեն մեր խնդիրները լուծի, ոչ էլ Հայաստանի շահերից է բխում ամբողջովին դառնանք ռուսական ենթապետություն ու մեր բոլոր, այսպես ասած, լիազորությունները, թե արտաքին, թե ներքին, պատվիրակեն Կրեմլին։ Դա մի կողմ։ Հիմա ինչ վերաբերվում է տարածաշրջանային իրողություններին, էլի, գիտեք ոնց մեր հասարակության ճնշող մեծամասնությունը այս նախընտրական քարոզարշավի պատճառով, Նիկոլ Փաշինյանի այս քարոզչական աղմուկի պատճառով, շատ հաճախ նաև ընդդիմության սխալ քայլերի պատճառով չի հասկանում այն վտանգները, որոնք որ կախված են Հայաստանի գլխին։ Հիմա նայեք, Հայաստանը ունի շատ մեծ հնարավորություն դառնալու աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ։ Իսկ դա հիմա որ ասեմ,
Բնականաբար էլի մեր դիտողները չեն հավատալու, բայց դա նշանակում է, որ Հայաստանը ունի հնարավորություն օրինակ դառնալ Սիրիայի նման պետություն, այսինքն ունենանք Հայաստանում մի քանի զորք, մի քանի պետության զորք, որը կանգնած է օրինակ Սյունիքում, Շիրակում, Արարատյան դաշտավայրում եւ ունենանք հստակ մի քանի պետության պատասխանատվության գոտի մի քանի գոտիների բաժանեն Հայաստանը, զորքերը գան կանգնեն, իրանք իրար մեջ այդ աշխարհաքաղաքական առևտուրը ու շահերի բախումը իրականացնեն, ամերիկացիները իրանց թրիպով, ադրբեջանցիները, պարսիկները, ռուսները, իսկ հայ ժողովուրդն է դառնա, ինչ ասեմ, ազգաբնակչություն, տեղի ինչ-որ բնակչություն, որը հույսը այնա, որ այսօր ռուսները հաց կբաժանեն, վաղը ամերիկացիները հումանիտար օգնություն կբաժանեն, վաղը չեմ իսօրնել մի բան կանենք, դե այս թուրքական օկուպացիոն տարածքից կփախնենք ռուսական կամ ամերիկյան օկուպացիոն տարածք, որ մեզ չմորթեն ու չկոտորեն, էլի։ Հիմա սա մի քիչ բան է թվում, տենց գեղարվեստական է թվում, բայց եկեք չմոռանանք, ես այդ օրինակը բերում եմ, եկեք չմոռանանք, որ 2020 թվականին դա հենց ին վրա եմ էլի օրինակ բերում։ 2022 թվականի ամռան վերջ, երբ որ ես զրուցում էի Արցախում, Ստեփանակերտում հայտնի են Պիտաչոկում հրապարակում նստած, զրուցում էի Արցախի որոշ ռազմաքաղաքական ղեկավարների հետ, զինվորականների հետ, հասարակության ներկայացուցիչների հետ, բոլորը միաբերան ասում են, դե ինչ եղել է հիմա, չէ՞ն գալու մտնեն Ստեփանակերտ։ Պարզ, Չէին հավատում, այո։ Չէին հավատում, հիմա եղավ են ինչ-որ եղավ։ այո։ Հիմա ուրիշ հարց էլի, եթե կոպիտ ասեմ էլի, եթե մենք հանձնում ենք Ստեփանակերտը, ապա ինչու չպետք է հանձնենք Գորիսը կամ Երևանը։ Դա էլ։ Իսկ ինչ վերաբերում այդ աշխարհաքաղաքական բևեռների բախման թաթերաբեմ չսարքելուն, Նիկոլ Փաշինյանը իր քայլերի պատճառով արդեն տարբերակ է ունի չդարձնի աշխարհաքաղաքական գործընթացների, այսպես ասած, թաթերաբեմ Հայաստանը, որովհետև ինքը այնքան խոստումներ է տվել եվրոպացիքից բռնած վերջացած թուրքերին ու ռուսներին, որ ինքը հիմա ում էլ գցեց դա անելու է Հայաստանի հաշվին ու ոչ մեկ թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանի նման մանր գործիչը օրինակ Ռուսաստանին գցի կամ Եվրոպային գցի կամ առավել եւս թուրքերին ու ադրբեջանցիներին գցի։ Հիմա Նիկոլի միակ տարբերակը ինչն է, ինքը տա ամեն մեկին այն ինչ որ իրանք պահանջում են, օրինակ ռուսները ինչ են պահանջում, X բան, դա տա, եվրոպացիք ինչ են պահանջում, դա տա, թուրքերը ինչ են պահանջում, դա տա, սենց առավոտից երեկոն տալով գնա այնքանա որ մնա իշխանության, նստած մնա այդ աթոռին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ այդ աթոռին նստած մնալը իր համար էգզիստենցիալ խնդիր է, իր համար ոչ թե փողի կամ իշխանության հարց է, էգզիստենցիալ հարց է։ Նիկոլը դա շատ լավ հասկանում է, ու ինքը նաև շատ լավ հասկանում է, որ եթե ինքը խախտեց իր պայմանավորվածությունները, օրինակ Ալիևի հետ, մի հատ պայմանավորվածություն, Տիգրանաշենի հետ կապված օրինակ պայմանավորվածությունը խախտեց ու այդ խոսույթը չգեներացրեց Հայաստանում դե որ հաստատ տալու են Տիգրանաշենը մի հատ կարակոց եղավ Ադրբեջանի կողմից Նիկոլի այդ ամբողջ այդ միֆը խաղաղության թեզը հա գնում է ջուրը հիմա նույն Ռուսաստանի հետ կապված Ռուսաստանը այն պետությունը չի որին կարելի է սարքել թշնամի որովհետև գիտեք ոնց ես անընդհատ դա ասում եմ հատկապես այն իմ ճակերտավոր գործընկերներին ընդդիմադիր դաշտից ովքեր որ առավոտից իրիկուն տենց ասում են բա ռուսներին պետք է ստեղից քշել լավ գործընկեր չի բայց ահավորված թշնամի գիտեք ոնց եթե ռուսները անում են այն ինչ որ անում են ուկրաինացիների հետ ու իրանց համարում են եղբայրներ ռուսները մեծ եղբայրներ չեն համարում ցակումնաբանական եղբայրներ տեսեք մեր հետ ինչ կանեն գիտեք ոնց ռուսական բանակի ու ռուսական քաղաքական էլիտաների դաժանությունը հարյուրամյակներ շարունակ զգացել է իր վրա ողջ Եվրոպան եւ սա փաստ է եւ դա փաստ է այսինքն ռուսներին սարքել թշնամի դա ոչ թե անտարաբանական է դա Հայաստանին մղում եք նոր ցեղասպանության էլի հիմա պետքա ինչ անել պետքա նախ առաջինը Հայաստանում մաքրել այն մարդկանց իշխանությունից ովքեր պատրաստ են Հայաստանը սարքել բևեռների բախման թաթերաբեմ հանուն իրանց իշխանության դա առաջին բանն է դա սուտ է որ օրինակ որոշակի լրագրողներ կամ որոշակի իշխանական քաղաքացիներ ասում են այ որն է ձեր կոնկրետ բանը քայլերը ինչ պետքա անեք հիմա ես ասեմ առաջին քայլը պետքա Նիկոլ Փաշինյանին ու քաղաքացիական պայմանագիր խմբավորմանը մաքրել իշխանությունից, որովհետև այս մարդիկ Հայաստանը դարձել են մանրադրամ։ Երկրորդը պետք է հարաբերությունները շատ արագ հստակեցնել։ Նայեք, ես չեմ ասում գնանք խնդրենք, ասենք, դուք եղեք մեր մեծ եղբայրները, հստակեցնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Գիտեք, Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ դե եկեք հանրաքվե արեք, որոշեք ԵԱՏՄ-ից դուրս եք գալի, թե մնում եք։
Գիտեք, դա անընդունելի է այնքանով, ինչքանով որ անընդունելի է ցանկացած երկրի ղեկավարի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, էլի, որովհետև ինչի մենք ԵԱՏՄ մտել ենք հանրաքվեով, որ հանրաքվեով դուրս գանք, կամ եթե Հայաստանի ինքնիշխան պետությունն է, մենք իրավունք ունենք արդյոք թույլ տալ, որ ցանկացած երկրի ղեկավարը մեզ հորդորի կամ ստիպի, որ հանրաքվե անենք։ Դա գալիս է նրանից, որ Հայաստանը չունի կանխատեսելի արտաքին քաղաքականություն։ Այս մարդիկ առավոտը զարթնում են, մի բան են ասում, երեկոյան մի բան են ասում, եւ դա կախված է նրանից այդ պահին ով է սպասարկում իրանց իշխանության մնալու շահերը։ Հիմա եթե մենք ունենանք կանխատեսելի արտաքին քաղաքականություն, նույն Ռուսաստանի հետ, Պարսկաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ կարողանանք նորմալ նստել այդ մարդկանց հետ խոսալ, նորմալ մեր ծրագրերը առաջարկենք, մեր լուծումները առաջարկենք, որտեղ որ կա օրինակ Ռուսաստանի ու Ամերիկայի ինչ-որ համընկնումներ տեսակետների մեջ այս տարածաշրջանի վերաբերյալ ու նմանատիպ համընկնումներ կան Ռուսաստանի ու Ամերիկայի այդ նուրբ լարերի վրա պետքա խաղալ։ Դրա վրա կառուցենք հայկական շահը։ Այստեղ Նարեկի ասածը մի փաստով ապացուցեմ, մի հասարակ փաստով ապացուցեմ։ Հարգելի հայրենակիցներ, խոսքս ուղենք մեր լսարանին, հիշում եք մի նախընտրական շրջան Հայաստանի, նորանկախ Հայաստանի, այս մեր հանրապետության պատմության ընթացքում, երբ որ ուժային այսքան կենտրոններից այսքան միջամտել են ընտրությանը, ինչ ուժերի իրենց լիակատար աջակցությունը եւ սատարումը հայտնելով, ոչ, սա քաղաքացիական պայմանագրի տարիների աշխատանքի ճակերտավոր աշխատանքի արդյունք է, երբ որ մենք դարձանք աշխարհաքաղաքական կենտրոնների եւ բևեռների բախման եւ հետաքրքրությունների բախման թատերաբեմ։ Սա երբեք լավ չի։ Մենք լինելու ենք մանրադրամ եւ մենք իրենց շահերի արանքով կորելու ենք, ինչպես Նարեկն ասեց։ Թրամփը կներես, Թրամփն ասում է իմ ընկեր Նիկոլին եմ աջակցում, Էրդողանն իր հերթին է ասում խաղաղության, Ֆիդանը իր հերթին, Ալիևը իր հերթին, Պուտինն էլ խառնվում ասում է իմ մյուս ընկերներին եմ աջակցում, մի հատ էլ գնացեք հանրաքվե արեք։ Այսինքն բոլորը խառնվում են մեր ներքին կյանքին եւ մեր ինքնիշխանությունը տեսեք թե ինչքանով է իջած։ Այսինքն այստեղ ինքնիշխանություն չի մնացել։ Եվ իրենց թեզը թե ինքնիշխանություն կա եւ մենք ենք մեր պետության տերերը, սա սուտ է եւ այս մի պարզ օրինակով, որը փաստերը կան, սկսած Մակրոնի հետ գրկախառնվելուց, Պաչիկներից եւ Մակրոնի նախընտրական Նիկոլ Փաշինյանի ասել է թե Իլհամ Ալիևի նախընտրական քարոզարշավին մասնակցելուց միջև Թրամփի հայտնի գրառումը, միջև Պուտինի հայտնի խոսքերը։ Սպառնալիքները, այո։ Վերադառնանք մեր առաջարկին, նայեք, սիրելի հայրենակիցներ, հարգելի ժողովուրդ, հունիսի 7-ին հստակ ընտրություն է ու հանրաքվե է հենց Հայաստանի ու Հակահայաստանի միջև։ Եթե մենք հունիսի 7-ին չենք մասնակցում ընտրությունների, եթե մենք հունիսի 7-ին չենք քվեարկում հանուն Հայաստանի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանա-թուրքական ենթապետության, որտեղ իրենց մասնաբաժինն են ունենալու Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը, բայց չի ունենալու ոչինչ հայ ժողովուրդը։ Անպայմանորեն պետքա գնալ ընտրությունների, պետքա քվեարկել ոչ թե ռուսական շահի համար, եվրոպական շահի համար, ամերիկյան շահի համար, առավել եւս թուրքական շահի համար, այլ պետքա հասկանալ, որ մենք պետք է գնանք ընտրենք նրա համար, ինչ որ ուզում ենք մենք։ Իսկ հայ ժողովուրդը ինչ է ուզում։ Հայ ժողովուրդը ուզում է անվտանգություն, հայ ժողովուրդը ուզում է արդարություն եւ հայ ժողովուրդը ուզում է ունենալ հայրենասեր նորմալ ղեկավարություն։ Դա այդպես մեծ դժվար բան չի, էլի, այսինքն մեր ժողովուրդը այդ առումով չի տարբերվում մնացած այլ ժողովուրդներից։ Բայց ամենակարևորը դա արդարության զգացումն է, որը այս 35 տարվա մեջ մեր ժողովուրդը չի ունեցել։ Հիմա եթե նախկին կոչվածները կամ, չգիտեմ, ներկա կոչվածները կկանգնեն ասեն, որ հայ ժողովուրդը ինչ որ մի պատմական ժամանակաշրջան այս 35 տարվա մեջ արդարության մեջ է ապրել կամ արդար պայմաններով է Հայաստանը գործել, դա սուտ է, բոլորն էլ հասկանում են, այսինքն մենք դուրս գանք փողոց 10 հոգուց 8 հոգուն հարցնենք, կասենք որ արդարություն չկա Հայաստանում։ Հիմա ամենամեծ խնդիրը Հայաստանում արդարություն վերականգնել է։ Եթե կա արդարություն, կա անվտանգություն ու կա հայրենասեր նորմալ պրոֆեսիոնալ իշխանություն, բոլոր խնդիրները լուծելի են, առավել եւս մեր այս մի փոքրիկ Հայաստանում չկա ոչ մի խնդիր, ներսի խնդիր, որը որ մենք մեր ուժերով, եթե մենք միասնական լինենք, եթե մենք իսկականից արդարության տրամաբանությամբ շարժվենք, չկարողանանք լուծել։ Ընդհանրապես մեր ժողովրդից մի քայլ է պահանջվում հունիսի 7-ին դուրս գալ տնից, գնալ ընտրության, ընտրել արդարությունը եւ այս մղձավանջը հնարավորինս արագ կավարտվի, եթե ոչ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանը կործանվելու է, մենք ստանալու ենք կորուստներ, մենք ստանալու ենք 12-14 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան
1 միլիոն բնակչությամբ ու ստանալու ենք Հայաստանում օկուպացիոն գոտիներ այլ պետությունների 300,000 ադրբեջանցիներ վերջին կոչս էլ ես անեմ, հա, մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին պարտադիր գնացեք ընտրատեղամասեր, հունիսի 7-ը ճամփաբաժան է։ Կամ լինելու է Հայաստանի Հանրապետություն, կամ չի լինելու Հայաստանի Հանրապետություն։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ուզում ենք ունենալ երկիր, որտեղ որ մենք կապրենք, մեր երեխաները կապրեն անվտանգ եւ ամենակարևորը արժանապատիվ, որովհետեւ լինում են խաղաղություններ, երբ որ դու չես ունենում արժանապատվություն։ Դա էլ խաղաղություն չի։ Խաղաղության հիմքը արդարությունն է։ Արցախցի մեր հայրենակիցները, հայաստանցի, հա, այսպես ասենք, հա, մարդիկ բոլորը պետք է իրենց մեջ ունենան արդարության զգացում տեղի ունեցած ճակերտավոր խաղաղության վերաբերյալ։ Եթե չկա արդարության զգացում, խաղաղություն չի լինելու, որքան էլ փորձեն իրենց թեզերն առաջ տանել։ Խնդրում եմ բոլորիդ գնացեք ընտրատեղամասեր, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ուներ այսպիսի խոսքեր. անտարբերությունը ավելի մեծ մեղք է, քան դավաճանությունը։ Հայրենիքի հանդեպ դավաճանությունը իմ կարծիքով էլ ավելի լավ է կամ ավելի ցածր աստիճանի մեղք է, քան անտարբերությունը։ Չլինենք անտարբեր մեր հայրենիքի, մեր պետության ճակատագրի նկատմամբ։ Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր եւ եթե ուզում եք ունենալ Հայաստանի Հանրապետություն, որտեղ կլինի արդարություն, ընտրեք մեզ։ Հունիսի 7-ին առաջին խնդրանքս գնալ ընտրատեղամասեր։ Տնից բոլորով դուրս գանք, գնանք ընտրատեղամասեր։ Շնորհակալություն տղաներ, իսկապես դժվար չէ կռահել գոնե ներկաներիս համար, թե ինչ երաշխավորված աղետ է ինքը Նիկոլ Փաշինյանը եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա վերընտրվելը Հայաստանի համար, մենք գոնե դա չենք կարող չտեսնել, հույս ունենանք, որ այսքան աղետներից հետո մեր ժողովուրդը իսկապես կսթափվի եւ հունիսի 7-ին գնահատական կտա այն մարդուն, որը իր երկրի քաղաքացուն հարցնում է, բղավում, գոռում է վրան, ինչու չես զոհվել, ինչու ես ողջ մնացել, իսկ գազի գնի հետ կապված, եթե այսպես ասենք, որ մարդիկ նյութական հարցերին են նաեւ մեծ ուշադրություն դարձնում, եւ որ Ռուսաստանը սկսեց խոսել գազի գնի թանկացման մասին, մարդը հայտարարեց, որ մենք մեր գազը կունենանք, այսինքն լրջության աստիճանային մարդու, որը ընտրողը պիտի նաև ընտրություն կատարի։ Շատ կարճ մի բառ Մերը ասեմ։ կարող Ադրբեջանը Այդ Ադրբեջանի հետ կապված շատ կարճ ասեմ, դա հստակ ինֆորմացիա եմ ասում։ Ուրեմն Ռուսաստանից եթե գազի մատակարարումը կասեցվի, հիմա եթե Նիկոլենց ու որոշ մեր հայրենակիցների հույսը Ալիևն է, ուրեմն Ալիևի հետ ու Ադրբեջանի հետ ենթակառուցվածքներ կառուցելը գազի մատակարարման 6 ամսից մի տարի է պահանջելու։ Հիմա եթե պատրաստ եք, սիրելի հայրենակիցներ, օրինակ դեկտեմբերի 28-ին զարթնել ոչ թե տոնական նախապատրաստություններ կատարելու համար, այլ ցրտից զարթնեք, խնդիր չկա, գնացեք այդ ճանապարհով մեր գազը գալու համար գազախողովակ է պետք, իսկ գազախողովակը ոնց Նարեկն ասեց, այդ մի օրվա հարցից մի տարի, այսինքն հիմա ինչքան է խոսավ Նիկոլը, փաստ, եթե նույնիսկ Ադրբեջանը մեծ գազ վաճառի, գազ մատակարարի, այդ ենթակառուցվածքները կառուցելու համար 6 ամսից մի տարի ժամանակ է պետք։ Հիմա այդ մի տարին ինքը կամ 6 ամիսը ոնց է տնտեսություն պահելու, հայ ժողովուրդը ոնց է մնալու ողջ, դա արդեն չգիտեմ, դա արդեն գնացեք եւ հարցրեք Նիկոլ Փաշինյանից էլի։ Լավ, դա մեր հասարակության քանի տոկոսն է պատրաստ իր տանը ադրբեջանական գազ օգտագործելու, ցույց կտա հունիսի 7-ի ընտրությունները։ Սիրելի հետևորդներից ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին այսօր Միասնության թևեր կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Պարոնյանը եւ կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակի ներկայացուցիչ Ստեփան Ասարյանը։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Մինչ նոր հանդիպում։